Ժողովուրդ ջան, բարի օր ձեզ։ Ուրեմն մի բան սենց լավ հիշեցի, այսօր ուղղակի քանի օր նայում եմ պարոն Գագիկ Ծառուկյանը ինչքան ակտիվ է անգած գյուղերը, խոսում է այս վարկերից, վարկերը վերացրեք, ես իմ պետությունը սենց անի, այս ժողովրդի հիմար պետությունը նենց անի, ոբշեմ, ամեն ինչ անի, բանտերը ազատի, բանտերից մարդկանց բանտերում լիքնա, այնքան լիքնա, որ իրա տղուն տեղ չկար, տղուն փախցրավ Բելարուսիա։ Հիմա հարցի ինչումն է կայանում։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ Գագիկ Ծառուկյանին ես իմ են կոլբայի մեջի աճացրած բան էին ասում, ես իմ են ինչեր էին ասում, Գագիկ Ծառուկյանին մի խոսքով մի թիպ էին, բայց այդ մարդուն ինչի համար ասեցին ուժեղ չմարի տանել, Դե ինքն էլ ասավ, դե որը դենց է ես միջև վերջ գնալու եմ, անբարոյականի զավակ լինեմ, եթե միջև վերջ չգնամ։ Հիշում եք, չէ։ Ժողովուրդ ջան, հիշում եք, չէ, ոնց որ 18 թվին, այդ նույն ժամանակ էլ ամբողջ Հայաստանը կանգնեց Գագիկ Ծառուկյանի մեջքին։ Ես էլ։ Հիշում եք։ Կհիշեք, ոչ չեք հիշի։ Ես որ Ռուսաստանից դե հիշում եմ, դուք ավելի լավ կհիշեք։ Մի խոսքով բոլորս կանգնեցինք։ Գագիկ Ծառուկյանի մեր ընտրություններից ինչեր մնացել, վիշապատ, 10 օր բաներ մնացել, հրաժարվեց։ Ամբողջ հայ ազգի, են որ ասում եմ մատը մնաց հետևում է, այտենց եղանք։ Հիշում եք։ Հիմա Գագիկ Ծառուկյանը սենց ակտիվ, Գագիկ Ծառուկյանին ես սենց ակտիվ տեսած չկամ, լավ, սա էլ որ Ռուսաստանում չի, ասում եմ կարող է ինչա տղուն տարել է Բելարուսիա բան ընդեից են վախցնում, կամ տղայիդ քեզ չենք տալու, կամ էլ չէ դու պետք է այդտեղ ակտիվ լինես, մտածում եմ էլի, ամեն ինչ էլ հնարավոր է, չէ ժողովուրդ ջան, ինչ ասես կարա լինի, Հիմա ես ձև ակտիվը սենց մասնակցում է, բայց դե ես չեմ կարծում, որ միջև վերջ գնա, ես մի թեթև ընես մի հատ, սենց անեն չէ, հրաժարվելու է իր ամեն ինչից նորից Գագիկ Ծառուկյանը, դու առաջ անգամ չէ, իմ ասածից հետո էլա նույն բանը եղել, էլի հրաժարվեց, էլի ասեց, ես իմ բարոյականությունից էր խոսում, անբարոյականությունից էլի հրաժարվեց։ Մի անգամ չի, որ ժողովրդին էշի տեղա դրել։ Հիմա էլ ընկած էլի գյուղերում փողմող աղարգում ընդեիր համար սեղան գցեն, իբր թե ժողովուրդ ենքան իրան սիրում սեղան են գցել ուտեն խմեն, գարմորթեն։ Չէ, նա, այս խեղճ ու կրակ ժողովուրդը հնար ունի մթամ մի կիլո գարան միսարնի ուտի, մեկ է գարա մորթելու Գագիկ Ծառուկյանի համար հատուկ։ Դե սենց բաներ էլի ժողովուրդ ջան, ես ուզում էի հիշացնեմ էլի, որ ժողովուրդը միգուցե մոռացել է, ես ուղղակի հիշեցնելու կարգով, մենք իրան թագավոր էինք ասում արդեն, ես ինքս թագավոր եմ ասել, հայկական թագավոր Գագիկ Ծառուկյանը, ես ինքս եմ տենց ասել, ես իմանում էի, թե սա վերջն է, Գագիկ Ծառուկյանը հիմա այս Ղարաբաղի մաֆիայի վերջը կտա, բայց վերջում հրաժարվեց, սաղ ժողովրդից քաշեց ախպեր, ամբողջ հայ ազգին ասենց քաշեց, մոռացել եք ժողովուրդ ջան, դե հիշեցեք, ես ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչ հատիկ, բոլորիդ հիշացնելու եմ միշտ, լավ եղեք, մեր Սամվել աղբորը թույլ են տվել, հանդիպումներ, բան, խոսա, բան, դեն, հասկացանք, այդ ցավը տանեմ, առավոտից իրիգու 300,000 աշխատատեղից ես խոսում, վայլ ուրիշ բանի չկա էլ ասելու, այդ 300,000 աշխատատեղ դա,
Այդ ցավտանեմ այդ 300,000 մարդը ինչ է արտադրելու ինձ մեզ մի հատ ասեք են իմանանք հասկանանք ինչ է աշխարհը մեզանից ուզում որ մենք պետք է արտադրենք ու աշխարհին մատակարարենք մի հատ դրանից ասեք այ աշխարհինը sense բանի պահանջ ունի Ես էլ եմ բիզնեսմեն, միլիարդատեր չեմ, միլիարդների մակարդակի չի, բայց դե մի հատ ասեք իմանանք, ես գամ մի հատ այդ ձեր ուզած զավոդից տեղադրեմ, բայց այդ ինչ եմ ապարանք արտադրելու, որ աշխարհը այդ պահանջը ունի, ասեք մի հատ։ Ոնց որ էլ ուրիշ բան չունեք ասելու, Փաշինյանը ժուրնալիստ ա եղել, Փաշինյանը էս ա եղել, Փաշինյանը են ա եղել։ Այ մարդ մենք Փաշինյանին տենում ենք ով է, այսօր տենում ենք ամբողջ աշխարհը եկած Փաշինյանի կողքը կանգնած է։ Մեզ ուրիշ բաներ հետարքիր չի, ասում եք զավոդներ, հա, ասում եք 300,000 աշխատատեղ։ Հիմա ես ուզում եմ Հայաստան գամ, ես ինքս ուզում եմ գամ Հայաստան։ Ասեք գամ ինչ արտադրեմ, որ այդ ապրանքը ես կարողանամ ռեալիզացիա անեմ, այդ ապրանքը կարողանամ վաճառեմ։ Ինձանից մի գնորդ էլի։ Այդ ինչ եք արտադրելու, ասեք, ձեզանից մեկն էլ ես եմ գամ, տենց մի հատ մի 100-200 հոգանոց աշխատատեղ ստեղծեմ։ Դրանից ասեք, դուք մենակ ասում եք, մենք գալու ենք ստեղծենք, հա գալու ես 5 տարի ասես, 5 տարի քո համար կայֆանես ասես, դե են հաջորդ ընտրությանն էլ ընտրեք, որ արդեն զավոդները սկսում ենք բացել։ Այս երցավոտանեմ։ Ամեն օր նույն բանն եք ասում, ոնց որ ուրիշ բան չունեք ասելու, արա։ Անգիր արած, այնա, հենց խոսում եք, բողոքում եք Փաշինյանից, հա, եւ ասում եք այնա 300 աշխատատեղ ենք ստեղծելու։ Ուրիշ բան չունեք ասելու։ Հասկացանք էլի մի հատ բացատրեք, ինչ աշխատատեղ, ինչ եք անը, ինչ ենք ստեղծելու, ինչա պետք Հայաստանը արտադրի, հայ ազգը արտադրի, որ աշխարհն էլ դրա պահանջն ունի։ Կարող է մի ինչ որ բան գիտեք, մենք չգիտենք, ասեք իմանանք էլի։ Արա դե այսքան սուտ խոսալ կլինի։ Մենք Փաշինյանին գիտենք, Փաշինյանն ով է, Սամվել ջան, ցավդ տանեմ։ Մենք տենում ենք, նրա կողքը հիմա ամբողջ Եվրոպան է կանգնած, եկել են ինչ-որ գագաթնաժողով են անում Հայաստանում, բան։ Մենք դա տենում ենք, նա ով է, ինչ է, ժուրնալիստ է, թե լավ կրթված չի, թե լավ գաղափար չունի, մենք տենում ենք։ Քո ասելուն չենք լսելու, ախր մենք տենում ենք։ Հասկանում ես, մենք ինչ տենում ենք, դու մեզ ուրիշ բան մի ասա, մենք նրա լավ կողմերն էլ ենք տենում, վատ կողմերն էլ ենք տենում, ամեն ինչն էլ տենում ենք։ Դուք մենակ ասում եք, մենք գանք նոր կանենք, հա եկար ու չարիր, հետո ումից եմ ուզելու։ Դուք որ գաք էլ ուրիշի իշխանություն տալու եք, ինչքան պետք է այնքան է խփելու եք միշտ, վերջ։ Հետո Ղարաբաղը չլիներ այն ժամանակ էլ իշխանությունը չէին տալու ոչ մեկը։ Իշխանությունը տվին, որ Ղարաբաղը հանձնվի, իրանցով չլինի։ Հոյեշ չեն էս ազգայմարդ, հասկացող մարդիկ են, արա հայը անգրագետ չի, դեպիլ չի, տուպոյ չի։ Ղարաբաղի համար իշխանությունը տվին Նիկոլին, որ իրանք մաքուր դուզ գան։ Հո հարիվ չենք, հասկանում ենք, չէ։ Ինչքան կարելի է այդ ձեր ցավը տանեմ։ Հիմա ինչը պետք է տանք։ Եթե դուք ուզում եք գաք մի ինչ որ մի բան տաք, այս մարդը չի ուզում ոչ մի բան տա Հայաստանից։ Հասկացաք։ Նրանք ուզում էին, որ Ղարաբաղը տան, բայց իրանցով չլինի, հիմա Հայաստանին ոչ մի բան տալու չունի։ Դրա համար այս մարդը չի ուզում, որ ինչ որ մեկը գա, ինչ որ մի բան Հայաստանից տա։ Ինքը գիտի Հայաստանից ինչ են ուզում։ Դուք հլը չգիտեք, ձեզ ուղակի ուղարկել են, որ գաք ստե իշխանությունը վերցնեք, հետո ձեզ կասեն ինչ անեք եւ վերջ։ Իսկ ինքը հիմա գիտի ինչ են ուզում Հայաստանից։ Ուրիշ բան չկա, էտա։